Ինչ օգտագործել, որպեսզի վերանա ձեր անքնությունը։ Ինչ օգտագործելը կարող է բերել նրան, որ դուք լավ քնեք, սակայն կորցնեք ձեր հիշողությունը։ Որքան քնելն է նորմալ։ Այս եւ այլ բազմաթիվ հարցերի պատասխաններ այսօր։ Դուք Doctors from YouTube-յան ալիքում եք եւ սա նևրոլոգիկա նախագիծն է։ Մեր նախագծի մյուս թողարկումները, ինչպես նաեւ այլ հետաքրքիր բժշկական նյութեր բաց չթողնելու համար միացեք մեր YouTube-յան ալիքին։ Այսօր խոսում ենք քնի խանգարումների եւ դրանց տրամաբանության մասին։ Տրամաբանական շղթան սկսում ենք կառուցել հետեւյալ հարցից. ինչպես դասակարգել եւ ինչի հիման վրա առանձնացնել քնի խանգարումները։ Կա 3 կարևոր գործոն։ Առաջինը, որքան է քնի ընդհանուր տևողությունը, երկրորդը, որ ժամերին է մարդը քնում, եւ երրորդը, արդյոք քնի ընթացքում լինում են ընդհատումներ թե ոչ։ Սկսենք քնի քանակից։ 7-ից 8 ժամը ամբողջ աշխարհում համարվում է այն օպտիմալ քանակը, որն անհրաժեշտ է օրգանիզմի եւ նյարդային համակարգի լիարժեք վերականգնման համար։ Սակայն կա անհատական պահանջ հասկացությունը։ Օրգանիզմները տարբեր են։ Մեկին անհրաժեշտ է 5-ից 6 ժամ լիարժեք վերականգնման համար, մյուսը ունի 10-ից 12 ժամ քնելու կարիք։ Ընդհանուր մոտեցումն այն է, որ 5-ից 6 ժամից պակաս քունը բավարար չէ օրգանիզմի լիարժեք վերականգնման համար։ Հաճախ բարձր տարիքում քնի պահանջը քչանում է, սակայն անքնություն ունենալը այս տարիքում նորմալ չէ։ Երկրորդ հարցը վերաբերվում է քնելու ժամանակահատվածին։ Օրգանիզմում արտադրվում է մելատոնին կոչվող նյութ, որը պատասխանատու է քնի լավ որակի համար։ Դրա արտադրությունը սկսվում է մութ ժամերին։ Իհարկե պատմական ժամանակները հետևում են, երբ չկար արհեստական լուսավորություն եւ մթին բոլորը պարտում էին քնելու, սակայն մեր բիոլոգիական կենսաբանական ժամացույցը դեռևս պահպանվել է։ Եվ պետք է քնել միջինում երեկոյան 9-ից 10-ի հատվածում, որպեսզի մենք ունենանք լիարժեք քուն եւ վերականգնում։ Իհարկե ոչ մեկ դա չի պահպանում։ Կարևոր է հասկանալ քնի կարիքի եւ քնի հնարավորության տրամաբանությունը։ Այսինքն, եթե դուք ունեք ազատ 10 ժամ ժամանակ, պարկել եք քնելու եւ այդ 10 ժամից ընդամենը 5-ից 6-ն եք կարողանում քնել, բայց ուզում եք քնել, դա քնի խանգարում է։ Քնի խանգարում չէ, երբ դուք գիշերը 12-ին պարկել եք, իսկ առավոտյան 6-ին արթնանալու եք եւ այդ պատճառով եք քիչ քնում։ Դա քնի խանգարում չէ, սակայն դա խնդիր է, որովհետեւ պետք է ավելի շատ ժամանակ լիարժեք վերականգնման համար։ Երկրորդ հարցը վերաբերվում է նրան, թե երբ ենք մենք սկսում քնել։ Հաճախ ինձ դիմում են մարդիկ նշելով, որ ունեն անքնություն, այն դեպքում, երբ աշխատում են գիշերային հերթափոխով եւ նրանց մոտ պարզապես տեղի է ունեցել քնի փուլերի եւ քնի ժամերի շրջադարձ։ Այսինքն ցերեկը քնում են, գիշերը չեն քնում պայմանավորված աշխատանքով։ Սակայն այս դեպքում կարող են խախտվել ցիրկադային ռիթմերը, այսինքն մելատոնինի եւ կորտիզոլի քանակները, եւ այն գիշերները, երբ մարդիկ իրենց հանգստյան օրերն են վայելում, նրանց համար կարող են եւս դառնալ անքուն գիշերներ։ Եվ երրորդը քնի ընդհատումներն են, դրանք կարող են պայմանավորված լինել տարբեր պատճառներով։ Մասնավորապես կարող է լինել քնի ապնուե, երբ շնչակտուր լինելով արթնանում ենք, կարող են լինել էպիլեպսիայի տարատեսակ թեթև դրսևորումներ, ճղաձգումներ, երբ խախտվում է քունը ուղեղի էլեկտրական ակտիվության փոփոխությունների պատճառով։ Այս վիճակները պահանջում են առանձնակի ուշադրություն։ Հասկացանք տրամաբանությունը, իսկ հիմա անդրադառնանք քնի խանգարումներին եւ դրանց պատճառներին։ Պատճառները հաճախ կապված են լինում նյարդային համակարգի հետ։ Քունը նյարդային համակարգի բնականon անջատումն է եւ հանգիստն է։ Եվ նյարդային համակարգի բնականon անջատումը կարող է տեղի ունենալ այն պատճառով, երբ քնի համար պատասխանատու տարբեր կենտրոններ վնասվում են։ Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել այդ կենտրոնների անվանումով, պարզապես նկատի ունեցեք դա եւ նկատի ունեցեք, որ անքնության հետ կապված խնդիրները նյարդային համակարգի հետ կապված հավանական խնդիրներ են, որոնք պետք է հաստատվեն կամ բացառվեն նյարդաբանի կողմից։ Բայց կան նաեւ այլ օրգան համակարգերի հետ կապված խնդիրներ եւ հիվանդություններ, որոնք եւս կարող են հանգեցնել քնի խանգարումների։ Մասնավորապես, չբացահայտված բարձր զարկերակային ճնշումը, կամ չբացահայտված շաքարային դիաբետը, կամ սրտային անբավարարությունը։ Սրանք վիճակներ են, որոնք հանգեցնում են օրգանիզմի վիճակի փոփոխությունների, օրինակ, պայմանականորեն։ Գիշերը դուք կարող եք չզգալ եւ ունենալ արյան մեջ շաքարի 10-ից բարձր մակարդակ, կամ 150-160-ից բարձր զարկերակային ճնշում, կամ սրտի պոմպային ֆունկցիայի որոշակի խախտում եւ այդ պայմաններում օրգանիզմին դժվար է լինելու անցում կատարել քնի վիճակի։ Այնպես որ քնի խանգարումները հաճախ նաեւ
այլ օրգան համակարգերի հետ կապված խնդիրների եւ հիվանդությունների ախտանիշ է։ Կա նաեւ այսպես կոչված քնի խանգարում, քնի խանգարումից վիճակ։ Ինչը դա իրենից ներկայացնում։ Դա վիճակ է, երբ տարբեր պատճառներով եւ տարբեր ժամանակահատվածներում քնի խանգարում ունեցած մարդու մոտ խախտվում են ցիրկադիային ռիթմերը, մելատոնինի արտադրությունը, որը բերում է քնի հետ կապված տարբեր դժվարությունների եւ խանգարումների։ Չենք մոռանում նաեւ տարբեր հոգեբանական, հոգեթերապևտիկ, ինչու՞ չէ հոգեբուժական հարցերի մասին, դեպրեսիան, տագնապային խանգարումները եւս կարող են դառնալ անքնության կամ քնի խանգարումների պատճառ։ Իսկ եթե դուք արդեն իսկ 40-ն անցեք, ապա այդ ախտանիշները կարող են լինել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների նշան։ Կան քնաբեր հատկությամբ բազմաթիվ դեղեր, սակայն դեղերի ընտրությունը պետք է կատարվի գրագետ, քանի որ անքնության, քնի խանգարումների պատճառները տարբեր են։ Եվ այդ դեղերի մեջ կան շատերը, որոնք որ ուղեղի վրա ունեն ազդեցության այնպիսի մեխանիզմներ, որոնք կարող են բերել հիշողության վատացման կամ կախվածության ձևավորման։ Այնպես որ ոչ մի դեպքում մի զբաղվեք ինքնաբուժմամբ։ Սա նևրոլոգիկայի հերթական թողարկումն էր, մեր մյուս թողարկումները եւ մեր մյուս նախագծերի թողարկումները բաց չթողնելու համար կարող եք բաժանորդագրվել Dr. Strom YouTube-յան ալիքին։